Սիրելի հայրենակիցներ, անհնարին է հանգիստ նստել ու սառնասրտորեն նայել, թե ինչպես է Նիկոլը վերջնականապես կործանում Հայաստանը ու հասկանալով, որ իր վերջը մոտ է, որ վերարտադրվելու շանսեր չունի, որ ինքը առանց իշխանության ոչինչ է և հաստատ դատարանով պատասխան է տալու և շատ ծանր տուժը պատիժ է իրեն սպասվում, արդեն հասել է նրան, որ դպրոցականների հետևից է ընկել։ Ուրեմն ստացվում է, որ որպեսզի գնաս եկեղեցի կամ մանկապարտեզ, անհրաժեշտ է ունենաս լավ դատապաշտպան, որովհետև վտանգավոր է առանց դատապաշտպանի աղոթելու գնալ կամ ընդհանրապես մտնել մանկապարտեզ։ Նիկոլը փորձում է մանիպուլյացիաներով նորից լվանալ ժողովրդի ուղեղը և նրան դրա մեջ շատ լավ աջակցում են ոստիկանախունտան և վարձու դատախազահամակարգը, դատավորահամակարգը։ Ուրեմն մացակ, մնացական Մարտիրոսյան, կարծեմ, մնաց են ասում, չէ քեզ, մնաց, Նիկոլը արդեն գնաց, հետևից դու վազես էլ արդեն այդ քաշովը չես հասցնելու, տեղ չես հասնելու, բա քո վերջը ոնց է լինելու, այդ որ 18 տարեկան անմեղ երեխաների վրա գործեր ես կարում, դրա պատասխանի տակից ոնց ես դուրս գալու։ Նիկոլը հազիվ իր հետույքն է փրկելու, եթե փախնի էլ։ ՔՊ խունտա, Քեմալական պայմանագիր, ոնց ես այս ամենի տակից դու դուրս գալու։ Դատավորավոստիկանական համակարգ, որ միակ զենքն է ու ամենաառաջին դավաճանը Հայաստանի, որովհետև ձեր միջոցով է, դուք եք միակ մեղավորը, որ Նիկոլը առ-այսօր ու ՔՊ-ն կարողանում է բեսպրիձել Հայաստանում իշխել։ Իսկ Նիկոլին, գիտեք, այդ որ հաճախ ասում եք սատկացրեք, ինչի չեք սատկացնում։ Չենք սատկացնելու, Նիկոլ, դու պետական դավաճան ես ճանաչվելու, որպեսզի հենց ժողովուրդը քեզ քո դատավճիռն ու ապագան որոշի։ Ու դու դա լավ գիտես։ Դրա համար էլ արդեն ոնց էիր ասում, հակառուս, այդ ոնց էիր ընկել ռուսների ոտքերը։ Ինչի էիր հասել Մոսկվա, այդքան հակառուս լինելով տիպր։ Ինչ վերաբերվում է Աննա Հակոբյան, այն որ դու կանդազից տեղյակ չես, կանդազը աչքովդ չի եղել, դրա մեջ միայն կանդազն է մեղավոր, մեռանք ասելով այդ տղա կյանքիդ մեջ գոնե մի անգամ նենց հարբի, որ Աննան ամեն անգամ իրա բլուզկան հանելուց քեզ հիշի տեղը բերի։ Չարեցիր, դե հիմա կեր։ Դա հումորի կարգով, բայց առհասարակ հատուկ տհասների համար։ Հետախույզները երկու դեպքում են միայն ճանաչելի դառնում, երբ դադարեցնում են իրենց գործունեությունը մարտադաշտում և երբ մահանում են։ Գործողություն կատարող հետախույզին, եթե կարողացավ տեսնել որևէ կամավորական, որևէ զինվոր, ապա ռուսի ասած գրոշ ցենա տակому разведчику։ Ուրեմն նա հետախույզ չի։ Հետախույզի ով լինելու մասին կարող են իմանալ միայն գերագույն հրամանատարակազմից որոշակի մարդիկ, ովքեր պատասխանատու են հետախուզության համար։ Իսկ այն, որ ջոկատներից տղաները տեղային զննում են կատարում, նրանք տեղային խուզարկուներ են, նրանք հետախույզներ չեն, նրանք պարզապես կամավորական են կամ զինվորականներ։ Հետախույզն աշխատում է թուրքի թիկունքում, հետախույզը աշխատում է թուրքերի մեջ, հետախույզը պետք է չբացահայտվի, որտև եթե զինվորը կարողանում է բացահայտ իմանալ դեմքով ով է այդ հետախույզը, ապա թշնամին բնականաբար դա շատ արագ կարող է ֆիքսել։ Դա հատուկ տհասների համար։ Ուրեմն այսքան է ժողովուրդ, ականջ մի դրեք ծանծաղամիտներին ու աշխատեք երկրորդ Նիկոլ չբերել ես երկրի գլխին ու ամեն վաշխառուի արքուվաճառքի սովոր վաշխառուի չծախել երկիրը կրկին, որովհետև երբ հացթուխը կոշիկ է կարում, իսկ կոշկակարը հաց է թխում, երկիրը մնում է և առանց հացի, և առանց կոշիկի, հիշեք դա։ Լավ եղեք, հուսամ ճիշտ ընտրություն կկատարեք։